Պարոն Փաշինյան, քաղաքացիների հանդիպումների շրջանակում տեսնում ենք, որ դուք բազմաթիվ երեխաների հետ եք նաև հանդիպում։ Սա այս նախընտրական շրջանում ինչ է, եթե ոչ նրանց քաղաքականության մեջ ներգրավելը, քարոզչության մեջ ներգրավելը, եւ ծնողները նաև քաղաքական ուժեր կարող են օրինակ դիմել դատարան, կենտրոնական ընտրական հանձնաժողով, որովհետեւ կարծես ոտնահարվում է նրանց իրավունքները, նաև 3 դպրոցներից կարծեմ մեկում կամ երկուսում հնչել է ձեր կուսակցության երգը, երեխաները բեմադրել են, երգել են այդ երգը եւ սա էլի ինչ է, եթե ոչ ուսումնական հաստատությունը քաղաքականացնել։ Երգը կուսակցությանը չէ, երգը Հայաստանի Հանրապետության մասին է եւ ես չեմ կարող որևէ երեխայի արգելել, որ եթե ուզում են գան ինձ տեսնելու, եթե լինի որևէ տեղեկություն, որ որևէ երեխայի հարկադրաբար, պարտադրաբար կամ որևէ անթույլատրելի ձևերով բերում են կամ ընդհանրապես ես ուզում եմ ասել, ես այս գլխից ուզում եմ հստակ հայտարարել, իմ մասնակցությամբ որևէ միջոցառում, եթե որևէ պետական պաշտոնյա օգտագործի վարչական ռեսուրս առանց քննարկման ես այդ պաշտոնյային աշխատանքից հեռացնելու եմ։ Եթե որևէ պետական պաշտոնյա վարչական ռեսուրսին ենթարկվելով գա այդ միջոցառումներին, ես այդ եկած պաշտոնյաներին էլ առանց քննարկման աշխատանքից ազատելու եմ։ Առավել եւս երեխաների հետ կապված, եթե այդպիսի բան պարզվի, բայց դուք կարծում եմ տեղում չեք լինում եւ լավ պատկերացում չունեք։ Մյուս կողմից ես ուզում եմ ասել, որ բոլոր մարդիկ իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով մասնակցել միջոցառումների, երկրի վարչապետը այցելում է միտեղ, այսինքն դա կարծում եմ, չնայած ես շատ եմ տարբեր տեղեր այցելում, բայց այնուամենայնիվ դա սովորական եւ շարքային իրադարձություն չի եւ մարդիկ կան, որոնք ուզում են հաղորդակցվել այդ իրադարձության հետ, բայց ուզում եմ հակառակն էլ ասեմ, հանկարծ եթե վարչական ռեսուրսով որևէ մեկը օրենքով արգելված ձևով որևէ մեկին արգելի կամ վարչական ռեսուրս օգտագործելով կամ հարկադրի գալ կամ արգելի գալ, երկու դեպքում էլ հետևանքները նույնն են լինելու, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ազատ ժողովրդավարական պետություն է։